Մոսկվան գերադասում է ուկրաինական խնդրի լուծմանը հասնել դիվանագիտական մեթոդներով, ասել է Կրեմլի խոսնակը։ 2022-ից առաջ նախագահը բավական լուրջ ջանքեր գործադրեց լուծման համար։ Այդ ժամանակ, սակայն, մենք բավական կոշտ մերժումներ ստացանք։ Թե ՆԱՏՕ-ում եւ թե ԵԱՀԿ-ում հրաժարվեցին քննարկել ռուսական կողմի մշակած փաստաթղթերը, պնդել է Պեսկովն ու հավելել. երբ դիվանագիտական ասպարեզում այլևս մանևրելու տեղ չի մնում, մեկնարկում է հատուկ ռազմական գործողությունը։ Վատիկան այցի շրջանակում Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի ու պետքարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Զելենսկին անիրատեսական է համարել Մոսկվայի հրադադարի համար առաջարկած պայմանները։ Վենս Ռուբիո-Զելենսկի հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Վենսը շեշտել է. Վաշինգտոնն ու Կիևը համակարծիք են Ուկրաինայում շարունակվող անիմաստ արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Նեթանյահուն հայտարարել է. Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի վրա։ Կան ինտենսիվ մարտեր, մենք առաջ ենք շարժվում, վերահսկողության տակ կվերցնենք ամբողջ հատվածը, բայց դա անելու համար մենք պետք է գործենք այնպես, որ մեզ ոչ ոք չկարողանա կանգնեցնել։ Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ապագայի համար, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքն է։